թուղթ տա որ print ենք անում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ տա որ print ենք անում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում եք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, խնդրը չգիտենք։ Մենք դեղա որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր խնդրը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, էդ ուրիշ բան, էդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեղ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործը, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է։ Ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց է այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Հիմա ասում ենք YouTube-ում դնենք, ընդ ինտերնետ կա, կոմպյուտեր կա, որ YouTube-ում դնենք։ YouTube-ում մենք կդնենք, մենք կնայենք, ասենք, էս ինչ լավ բան ենք արել։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ խնդիրն է։ Ու մեծ խոսանք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվան է առավել ևս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ մի տեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որտեղ ընդհանուր YouTube-ին բան է փոխվել, ասենք ես մտել եմ, նայել եմ, տեսել եմ, ասում եմ, բայց խիա էս 1962 թվականի բան դրած, տեղեկություն դրած, հետո երկու շաբաթում մի կերպ իրար տալով ջուրտուքշի անելով մի բան լցրին այնտեղ, պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Համեցեք։ Բանալացնեմ, պարոն վարչապետ, այս նախ գիտելիքների հիմնական գեներատորը իհարկե բիզնեսն է, որը ինստիտուցիոնալ, որը գալիս է, որովհետև ինչքան շատ լինի բիզնես, այդքան շատ ինստիտուցիոնալ բիզնես, այդքան շատ կտարածվի գիտելիքը, որովհետև մեկը ինքնա թելադրում եւ ինքնա տարածում ամենաառնի գիտելիքը։ Այդ մի քիչ դասագրքային բան չի, դա պիտի պրակտիկ բան էլ ունենա եւ որակի ստանդարտը, պարոն վարչապետ։ Այսինքն, այստեղ տեսեք ինչ
պրոբլեմատիկա է, որ մենք ոչ ինստիտուցիոնալ գյուղատնտեսական արտադրության խթաններ ենք դնում, այդ շղթան գնում է մինչև արտահանում ու դառնում է մեծ խնդրեմ, որովհետև եթե արտադրությունը ինքը ոչ ինստիտուցիոնալ է, նշանակում է ամբողջ շղթան ենք ֆինանսավորում, ոչ ինստիտուցիոնալ շրջանառության ստանդարտին չհամապատասխանող արտադրանքի, օրինակ ունենք տենց սիմպտոմներ խաղողի մասով։ Եվ այդ իմաստով այս ճիշտ դիզայնի կարևորությունը նաև նրանում է, որպեսզի ինքը գնա հասնի այն շահառուին, որ արտադրում է ճիշտ արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտին եւ մրցակցային կլինի։ Համաձայն եմ, պարոն Գրիգորյան, այդ էլ է, ինչ որ ձևով պետքա հետևից քաշի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ մի հատ կենտրոնանանք այն սեգմենտի վրա, ով ի սկզբանե մեր նպատակակետն է եղել եւ մենք կենտրոնացած ենք եղել եւ շարունակում ենք իրանց ինչ անենք իրանց համար։ Իմ եզրակացությունն է նա, որ մենք պետքա նախ սովորենք, թե ինչն է իրանց խնդրեմը եւ իրանց է օգնենք, որ իրանք հասկանան ինչն է իրանց խնդրեմը եւ պետքա էլի նույն բանը, հա, ինչքան եմ ասել բան, որ Ժողովուրդ ջան, ես համաձայն եմ մի աշխատանքային օր անցկացրեք կաբինետներից դուրս, ուղղակի գնացեք մարդկանց հետ շփվեք։ Հա հիմա էլ զեկույցները գալիս են էլի ֆորմալ, տենց, կիսա նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Ոստե է ֆունդամենտալ խնդրեմը։ Բայց լավ, ես առաջարկում եմ բան չանենք, տենց անվերջ չքննարկենք հարց համար 22